Տեսեք անդրադարձ միջազգային կառույցներին, իսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինչ-որ համարժեք Որտեղից? Դեկա համենայն Ուրիշ հարց։ Չէ, այս հարցին լուրջ պատասխանելը դժվար է, էլի, որտեղ մենք անկեղծորեն ես մեկ-մեկ մոռանում եմ, որ այդպիսի կառույց կա, ամենայն անկեղծությամբ, էլի, ինչ որ բան է լինում, ասում եմ, մեկ ինչ որ մեկի հիշեցնում է, ինչ որ աղոտ հիշում է, ոնց որ թե տենց մի բան կար, էլի։ Հայաստանի Հանրապետությունում խոսել մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ գործունեության մասին նման հարցերով, դա ուղղակի նշանակում է չպատկերացնել ինչ վիճակի է Հայաստանում եւ ինչով է զբաղվում մարդու իրավունքների պաշտպանը։ Նա կարող է արդյունավետ է զբաղվում, կներեք ես ձևակերպում օգտագործեմ, աշխարհ գործերով եւ ռեժիմի ներկայացուցիչներին պաշտպանելու, ինչ որ փաստաբաններին քննադատելու հարցում, այդտեղ հա, նա այտենց ինչ-որ հայտարարություններ է անում եւ այլն, բայց այս մասով հանուն արդարության ասենք մի երկու անգամ զարմացրել է որոշ դեպքերում, չգիտեմ, բայց դա լինում է հազվադեպ եւ կարծում եմ բացառություն է։ Այս դեպքով եւս որևէ արձագանք չկա եւ արձագանքը պետք է լիներ 5 րոպե հետո, դեռ այն ժամանակ, երբ որ ես լայվում եի եւ իմ առջեւ դուրը չէին բացում։ Դեռ այդ ժամանակ պետք է լիներ, այդքան արագ պետք է լիներ, որտեղ սա ուղղակի խայտարակություն էր։ Արձագանք չենք ակնկալում, չենք էլ փորձում արձագանք ստանալ, դա իր մարդու իրավունքների պաշտպանի պատվի հարցն է, այս հարցով արձագանքելը, մենք չենք էլ դիմել ենք իրեն։ Չենք դիմել, չենք էլ պատրաստ ենք դիմել։ Իսկ խոզարկության չէին թողնում, բայց միևնույնն է, եթե ուրիշ դեպքերում կդիմեին թեժգից արագ արձագանքում, այս դեպքում ընդհանրապես ոչինչ չեն կարել, ուղղակի պես այդպես սպասել ենք, մինչև խոզարկությունը ավարտվի։ Իր խնդիրն է։ Որովհետև նաև վստահ ենք, որ դիմենք էլ արդյունք չէր լինելու, որովհետև ինքը եթե նույնիսկ փորձեր ինչ-որ քայլ անել, իրան էլ ուղղակի հաշվի չէին առնելու։ Իսկ վերաքննիչ դատարանից ինչ ակնկալվում երկուսի դեպքում։ Ցանկացած դեպքում, երբ որ մենք ունենում ենք բողոքներ վերաքննիչ դատարանում, մենք միշտ ասում ենք, որ ակնկալում ենք, որ մեր բողոքները բավարարվեն։ Այս կոնկրետ դեպքում, անկեղծ ասած, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում այս պայմաններում, չգիտեմ, Մասիս Մելքոնյանը կամ մեր դեպքում ասեմ, մի խոսքով, Մասիս Մելքոնյանի մակարդակի դատավորներ պետք է լինեն, էլի, որ չգիտեմ, ես հիմա ուզում եմ ընդամենը այս հարցով սրանով սահմանափակվեմ, այսինքն այս պատասխանով, որտեղ մենք ունենք մոտակա օրերս պետք է լինեն որոշումները եւ ես դժվար եմ պատկերացնում, որպես իրավաբան ասեմ, դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ստորագրել մի որոշում, որով որ այսքան ակնհայտ ապօրինություններ են տեղի ունեցել